Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանում ներդրումային միջավայրի մասին եւ դրա հետ կապված խնդիրների մասին, ներդրումային միջավայրի խնդիրների, հնարավորությունների ձեր նշած ցուցանիշների մեջ նաեւ շատ էական դեր կարող է ունենալ արտաքին ուղիղ ներդրումների ծավալը, դրանց ներդրման արագությունը, էֆեկտիվությունը եւ այլն, եւ գաղտնիք չի, որ այստեղ մի շարք խնդիրներ կան։ Մենք վերջերս մարզերում հանդիպումներից մեկի ժամանակ մի այսպիսի խնդրի մասին լսեցինք, երբ դիցուկ ներդրողը գալիս է, ցանկանում է հողակտոր գնել, այն հողակտորը, որ ինքը որ ցանկանում է, սա ուղղակի մեկ օրինակ եմ բերում, որով վրա կարող են կառուցել մնացածը։ Այն հողակտորը, որ ինքը ցանկանում է, ենթադրենք գյուղատնտեսական է, պետք է սարքել հասարակական կամ արոտավայր է, պետք է սարքել գյուղատնտեսական եւ այլն, դիմում են, դա տևում է ամիսներ, ինչպես համայնքապետերն մեզ ասում, մարդիկ կամ չեն սպասում, կամ դե գիտեք, ժամանակն էլ փող է, չեն ցանկանում այդ ժամանակը գնահատում են ավելի թանկ են, քան այն գումարը, որ պիտի ներդնեին, գնում են կամ կիսատ են անում գործը եւ այլն։ Էլ չասած բանկային համակարգում արկա որոշակի խնդիրների մասին, որը առանձին թեմա է, դրսից փոխանցումներ, դրանց արագություն, դրանց ստուգման պրոցեդուրա, տևողություն, բծախնդրություն եւ այլ։ Այս երկու կոմպոնենտները միասին վերցրած կառավարությունը այս հարցի վերաբերյալ ունի որոշակի տեսլական ներդրումային միջավայրը բարելավելու հետ կապված դիցուկ ամենակոնկրետ հարցը հողատեսքերի փոփոխության այդ ինստիտուտները որ պետք է անցնեն նպատակային նշանակության մի քիչ արագ բարձր չեմ ասում էքստորագրությամբ թողնենք մի որևէ պաշտոնյա որոշի դա էլ առանձին կոռուպցիոն ռիսկ է բայց ինչ-որ արագացված process լինի չգիտեմ, մեկ ամսում հնարավոր լինի հողի նպատակային նշանակությունը փոխել, տալ այդ մարդի ներդրումն անի, փոխանակ սպասել տասնյակ գերատեսչությունների պատասխանին, որոնք հաճախ կարող են ամիսներով մինչև չգնաս այդ դիմումի հետևից չպատասխանեն նույնիսկ շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, բայց ես ուզում եմ ասեմ, որ այս հողերի նպատակային նշանակության փոփոխությունների հետ կապված ես որոշակի լարվածություն ունեմ, որովհետև մենք տենց ինքնամոռաց գյուղատնտեսական նշանակության հողերը փոխում ենք կառուցապատման վրան շենքեր ենք սարքում, հեսա մի X պայ կարա պարզի, որ մենք մեր բերի հողերը, որոնց վրա պետքա մեր բերի հողերը պետքա մեր պարենային եւ գյուղատնտեսությունը զարգացնեն, դրել ենք շենքերի տակ։ Այդքան հեշտ հարց չի, դա ռազմավարական նշանակության հարց է։ Որտեղ ինչի ենք այդ հողի նպատակային նշանակությունը փոխել 90%-ով նշանակում է գյուղատնտեսականից դարձնել այլ։ Գյուղատնտեսական նշանակությունը մեր ամենամեծ հեռանկարային ռազմավարական պաշարն է։ Մենք ապագա սերունդներին զրկում ենք այդ ռեսուրսից։ Հասկանում եք, սա ինչ լուրջ որոշում է։ Ու այո, անընդհատ գալիս մենք ասում ենք, հա, ի՞նչ է, գյուղատնտեսական փոխենք նշանակությունը, հողի վրան շենք սարք, բայց ով ասե, որ այդտեղ պետք է շենք լինի։ Եվ սա պարզ հարց չի։ Ես դες այդ համաձայն եմ այն առումով, որ եթե պետք է անենք արդյունքում, արագ անենք։ Բայց անել չանելն էլ ինքը բարդ հարց է, որովհետև պատասխանատու հարց է, որովհետև բայց զուտ ընթացակարգերի ընդհանուր բիզնես process-ները այո պետք է հեշտացնենք, բայց կոնկրետ այդ հարցում կան բազմաթիվ լարվածություններ, որովհետև երբ որ հողի գյուղատնտեսական նշանակության հողը դարձրեցիր կառուցապատման վրան 10 հարգանի շենք սարքվեց, էլ շանսը 0 է, որ այդ հողը հետ կդառնա գյուղատնտեսական։ Քանի դեռ ինքը գյուղատնտեսական է, ինքը միշտ շանս ունի դառնալ ուրիշ նշանակության հող, բայց որ վրան շենքը սարքվեց, էլ չես կարա հետ պատտես։ Այսինքն դա մի քայլ է, որ մի անգամ արեցիր, վերջ գնաց։ Պետք է շատ մտածել այդ քայլը անելիս։ Չէ, համաձայն եմ, բայց այդ եմ ասում, բայց այդ բնական զարգացման մեջ էլ պետք է ռազմավարություններ ունենանք։ Մենք հիմա դրա համար այդ ոնց էինք ասում տարաբնակեցման պլան եւ քաղաքաշինական նշանակության փաստաթղթերի միջոցով պետք է այդ խնդիրները լուծել։ Բայց այդտեղ էլ կրթության խնդիր ունենք,
Որտեւ այս վերջերս ես երբ որ քննարկում էինք քաղաքաշինության ռազմավարությունը եւ ուղիղ հարց տվեցի, ասի հարգելի գործընկերներ, եկեք իրար նայենք, ասենք, մենք կարողություն ունենք այս ծավալի աշխատանքը անել մեր տեղի կարողություններով։ Եվ ուրախ եմ գոնե, որ խոստովանեցին, որ չենք կարող։ Դա խոսքը վերաբերվում է գոտիավորմանը հողերի, որտեղ ինչ կա եւ ռազմավարական քաղաքաշինական պլանավորմանը, որ այդ գոտիականությունն լինի, որ այստեղ գյուղատնտեսական է, վերջը չենք փոխելու եւ թափանցի կլինի։ Որովհետեւ այդ դեպքում շատ պաշտոնյաներ չեն կարող կողմնորոշվեն։ Հիմա փոխեն թե չփոխեն։ Երբ որ կա բնակավայրի գլխավոր հատակագիծ, երբ որ կա հանրապետության միկրոռեգիոնալ պլանավորում եւ այլն, արդեն նախնական պլանը տված է, որտեղ ինչ նշանակության հող պետք է լինի եւ նաեւ պետական համակարգի համար պետք է կողմնորոշվել։ Իսկ այնտեղ որտեղ հայեցողությունները մեծ են, այնտեղ խնդիրներ են առաջանում, որովհետեւ մարդիկ 10 անգամ մտածում են։ Հիմա փոխենք, չփոխենք, փոխենք քրեական գործ կարող է հարուցեն թե չհարուցեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց խնդրեմը կա։ Շնորհակալություն, արձագանք։ Պարոն վարչապետ, իսկապես խնդիրը հենց դա է, որ եթե պիտի մերժեն, շուտ մերժեն, որ այդ ներդրողն էլ իմանա, կամ եթե անհատ քաղաքացի է, բնակիչ է, ուզում է տուն կառուցի, ինքն էլ իմանա, գնա ուրիշ հող փնտրի։ Բայց այդպես ստացվում է, օդից կախվում է ու նաև ձեր ասած պատճառով, որ մարդիկ վախենում են։ Հիմա հայեցողական որոշում կայացնեն, վաղը քրեական գործ կլինի, չի լինի եւ այլն, ինչ որ մեխանիզմ լինի ձեր ասած գոտիավորմամբ։ Դիցուք օրինակ մեզ ինձ հանդիպած օրինակներից մեկում գյուղը մեծացել է սովետական ժամանակների քարտեզների համեմատ, արդեն հասել են տները հասել են գյուղատնտեսական հողերի։ Դե մարդիկ ամուսնանում են, առանձնանում են, հաջորդ տունը որ պիտի կառուցեն գյուղի վերջին տան հարևանությամբ արդեն գյուղատնտեսական նշանակության հող է։ Եթե պիտի կառուցվի, եթե չէ, դա պիտի լինի գյուղատնտեսական, այդ մարդկանց համար արդեն նոր տուն կառուցելու նորտեղ հատկացվի, մարդը գնա տունը կառուցի, ապրի, սա մասին է խոսքը։ Պարոն Եղան, տեսեք, ինչ որ կասեմ, ոչ թե հակադրվում եմ ձեր ասածին, այլ շարունակում եմ։ Որովհետև երբ որ գյուղը ավարտվել է, տներ պետքա կառուցվեն, հաջորդ բան պետությունը պարտավոր է հարց տա։ Այս տունը կոյուղին որտեղով անցնելու, ոնց անցնելու։ Այս տանը հոսանք ոնց է գալու, որտեղով է անցնելու։ Այս տան ջուրը որտեղով է գալու, ոնց է անցնելու։ Այս տան ճանապարհը որտեղ է գալու, ոնց է անցնելու։ Բայց այն կողքը ուրիշի սեփական հող է, այն կողքը ուրիշի սեփական հող է, այն կողքը ուրիշ սեփական հող է, դիմացը ուրիշ սեփական հող է։ Հա լավ, այս հողի նշանակությունը փոխեցինք։ Վաղ այս մարդը գալու է ասի, որ հոսանք չունեմ, ինձ հոսանք տվեք։ 4 կողմը մասնավոր հող է, ով է ապահովելու այդ մարդու։ Հետո թաղամասը հայտնվելու է, հետո մարդ, հա? Չէ, թաղամասը, չէ, բայց մերժ process է։ Պետք է այս հարցերի պատասխանը ստանանք, նոր մերժենք։ Գյուղերում են հակադրություններ առաջանում, թաղ են կոնֆլիկտներ այդ պարզ հարց չի։ Եվ դրա համար եւ ուրիշ բան ասեմ, մեր գիտելիքը հենց այդքան, մեր պլանավորման, մեր տեսլական, մեր տեսնելու կարողությունը այդքան չի, որ մենք տեսնենք։ Մարդն իրը կանգնում ասում է, մի 500 մետր հող է, այս 2 ամիս այն ստանում բերում եք, խիչ եք կանում, որտեղ մարդ ինքն էլ չի բանանում, լավ տունը սարքեց։ Բայն։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա լավ լուրն է նա, որ մենք ինչպես տեղեկացանք, մեր բնակավայրերը ըստ էության գրեթե բոլորը ունեն գլխավոր հատակագիծ։ Եվ հիմա գլխավոր հատակագծով ավելի հեշտ կլինի կողմնորոշվել։ Չնայած սենց իրավիճակները էլ կշարունակեն գոյություն ունենալ։